Բարև ձեզ, ես հիմա ուզում եմ ձեզ ցույց տամ իմ պասուստորմա փաթաթելու ձևը, քանի որ շատ են հարցնում, թե ես ինչպես եմ փաթաթում պասուստորմա, ոչ լղկվում է, ոչ փշրվում է, գույնը կարմիր է եւ շատ համով։ Հիմա ես մանրամասն բացատրում եմ։ Վերցնում եմ սիսերը, նախորդ եփած սիսերը, նախորդ եփած լոբին, բլուրը, ոսպը, գարոխը, հիմա անցնում ենք համեմունքին։ Ես գցում եմ ցիտրոն, ռեհանը, այստեղ կարմիր մռուբիբարը, եւ կարմիր քաղցր բիբարը, տեղը, հիմա աղը, չմոռանամ ասեմ, որ պարտադիր ավելացնում եմ տնական իմ պատրաստած աջիկան, մի 3 քթալ ավելացնում հերիք է, 1, այս 2, այս էլ 3 աջիկան, այսքանը խառնում եմ բոլորը միասին իրար հետ, բոլորը խառնում եմ, հիմնական համեղ լինելու պատճառը նա է, որ ես շատ սոխ եմ օգտագործում, հիմա այսպես եմ անում, սոխ եմ օգտագործում, ավելացնում եմ 2 ճաշի քթալ նախորոք ալուր բացված ջրով, խույս տալու համար, որպեսզի իրարից չբաժանվի, իսկ հիմա աղում ենք սոխը, մեծ անսկերով եմ դրել, որպեսզի շատ չլղկվի, մեծ աման սոխ եմ մաքրել, ահա ես աղացի սոխը, մեծ աման սոխ եմ աղացել, հիմա այս սոխը կտանեմ կլցնեմ հավայի մեջ, որպեսզի լավ գազի վրա ժարիտ լինի, և ահա ես ժարիտ եմ անում սոխը, բավականին շատ ձեթ եմ լցնում, որպեսզի լավ ժարիտ լինի, դառնա ոսկեգույն, եւ ահա պատրաստ է մեր սոխառածը, հիմնական համով լինելու պատճառը սոխառածն է, որ պետք է շատ լինի, եւ ձեթը, պասուստորման պետք է շատ ձեթ լցնես, որպեսզի շատ համեղ լինի, խնդրեմ, հիմա ես կխառնեմ այս ամենը, մեկ էլ չեմ սիրում, որ անգույն է լինում պասուստորման, չեմ սիրում, որ
աղացած են լինում ամեն ինչ, խուսի նման է լինում, իրար կպած, ճիշտ է պետք է կպնի իրար, բայց ոչ այդ աստիճանի, որ լղկված կպնի իրար, այդ ինչ սիրուն չի արդեն, ես չեմ սիրում, մեկ էլ, չեմ սիրում, որ փշրվում է, ոչ շատ կպածն եմ սիրում, ոչ փշրվածն եմ սիրում, այսպես կամած խառնում ենք, այստեղ կա ամեն ինչ, գարող, ոսպ, սիսեր, բլղուր, աջիկա, կարմիր բիբար, երկու ձև քաղցր մռու, ռեհան, ցիտրոն, համեմ չեմ գցել, պետրուշկա չեմ գցել, բայց կբերեմ կգցեմ շուտով ջերմոցից, հիմա կանջատեմ կգնամ համեմ ու պետրուշկա էլ կբերեմ կգցեմ, այսպես և այս պատրաստվածը ես միշտ թողում եմ մի 2 ժամ, որպեսզի համերը քաշի իրար,